Բոլորիդ բարի երեկո, ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն ունենք եթերում հանդիպել մեր հետևորդների հետ եւ նշեմ բոլորիս համար, որ ամեն իմ եթերս շատ կարեւոր է, քանի որ մենք եթերի միջոցով շփվում ենք իրար հետ, մենք կոմենտներ ենք գրում եւ հասկանում ենք ով է ինչ զգում, ով է ոնց տրամադրված տարբեր հարցերի նկատմամբ եւ ուզում եմ ասեմ, որ երեկվա իմ եթերս ու եթերը այս դրությամբ հավաքել է 115,000 պրասմոտր, տեսեք մոտավորապես 30,000 պրասմոտր հավաքել է այս րոպեի դրությամբ Լևոն Շիրինյանի կայքում, ես ուզում եմ Լևոն Շիրինյանին շնորհակալություն հայտնեմ դրա համար, որ ինքը իմ եթերը ստեղադրել է իր YouTube-յան ալիքում, պարոն Շիրինյան, շնորհակալություն, շատ զգացված եմ, որ դուք իմ եթերս այսպես ասած զագրուսկայ կարել ձեր ալիքում եւ նաեւ ասեմ Armvlog ալիքին եմ շնորհակալություն հայտնում նաև մեր հետևորդներին, ովքեր կիսվում են Facebook-ում, ուրեմն այսպես 115,000 պրասմոտր մեկ օրվա ընթացքում, մի օրվա ընթացքում հավաքել է երեկվա եթերը բոլորիդ շատ շնորհակալ եմ։ Նաև ասեմ, որ 3 օր առաջ 10 րոպեանոց մենք ձեզ հետ դուք տեսել եք վիդեո եմ գցել սյուժե, հայերեն այդ սյուժեն, իմ ինֆոսա եւ մեր մոնտաժը այս րոպեի դրությամբ այդ վիդեոն 10 րոպեանոց վիդեոն հավաքում է 550,000 պրասմոտր։ Անգլերեն էջում համարյա 300,000 պրասմոտր, TikTok-ում համարյա 100,000 պրասմոտր եւ ռուսական էջում եւ խմբերում и в общем это 550,000 պրասմոտրով 550,000 պրասմոտր գեներալների մասին սյուժեն այս դրությամբ հավաքվել է 550,000 պրասմոտրը դա նշանակում է որ 700,000 հայ նայել է 3 օրում այդ սյուժեն, սա շատ մեծ արդյունքներ է եւ գիտեք, պատկերացրեք, որ այսօր իմ դաժե ճնշումս բարձրացել է, քանի որ ես չեմ կարող պատկերացնեմ, որ այսպիսի մակարդակ է, այսքան շատ մեր ժողովուրդը իմաստուն է եւ ազնիվ Եվ այո, ես ասում եմ եւ դաժե իմ մարմնից վրա հիմա ես զգում եմ որ սաղ մարմնով, հա, ասենց զգում եմ ինչա կատարում, ես չեմ կարող ձեզ բացատրեմ ինչքանով եմ ես շնորհակալ ձեզ։ Հիմա մենք ուզում ենք մի հատ վիդեո անենք Սամվելի հետ, ես կփորձեմ Սամվելին հիմա եթեր, Սամվել Օգանյանը կապնում է մեզ հետ Էստոնիայից, հարգելի բարեկամներ բոլորիդ բարի երեկո, նաև դրանց ովքեր նայելու է YouTube-յան ալիքում, Սամվել Օգանյանը 3 օր առաջ տեղադրել է իր կայքում նկար վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հիշեցնեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց է կատարել Էստոնիա եւ Էստոնիայում մենք ունենք հայ համայնք եւ Սամվել Օգանյանը ակտիվ միշտ ակտիվ է եղել եւ այս սաղ տարիները միշտ աջակցել է, բայց մեզ համար շատ կարեւոր է իմանալ ոնց է անցել այդ այցը, քանի որ մենք մի կողմից կարդում ենք այն տեղեկությունները, որը կա լրատվական միջոցներում, բայց այսօրվա մեր եթերը կլինի հետաքրքիր, քանի որ այն տեղեկությունները, որը մենք կստանանք Սամվելից, ավելի հետաքրքիր են լինելու։ Դե եկեք մենք ողջունենք Սամվելին, Սամվել ջան, սկզբից ներկայացեք, ես ասեցի մեր լավ ընկերը, մեր լավ հետևորդը, բարև բոլորին, Հարոն ջան։ Տալինից եմ, ուրեմն երկար տարիներ ապրում եմ Տալինում, մինչ խորհրդա սովետի ժամանակվանից արդեն ահագին տարի է։ Եկա վարչապետը շատ խոչընդոտներ կային իհարկե, ինչպես խոսեցինք Ռոն ջան, շատերը բոյկոտում են։ Մինչ վարչապետի գալը այստեղ արդեն վիդեո տարածվեց, որ մի ընդունեք ոմն փիրուզա, չգիտես ինչ, բայց այդ ոմն շագերտների մեջ փիրուզան մեր ամենալավ երիտասարդներից մեկն է։ Շատ կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ, նույնիսկ Ղարաբաղի տեղահանվածների համար կազմակերպել էինք ուտելիքների փառատոն եւ ողջ գումարը գնաց Ղարաբաղի օգնությանը մարդկանց ժողովրդին։ Այնպես որ ինֆորմացիան որ տալիս են, չէ, գցում են սկզբից վայ, մի արեք, մի գնացեք, բոյկոտեք, այս կողմ են կողմ, ու սկսում են փնովել մարդկանց։ Իհարկե կան ուժեր ստեղ, կան ուժեր, որոնք չեն ընդունում դեմոկրատիան, չեն ընդունում նոր օրենքները, սովոր են հին, թալանին, կողությանը, կողոնին, խարդախությանը։ Նման բաներ եղբայր, իսկ կազմակերպվել էր ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ինչպես գրել էին տարբեր թեմաներ շոշափեցինք, հիմնականը պետություն եւ պետականություն հասկացողությունները։ Շատ ցավալի է, որ մարդիկ չեն ցանկանում տրամաբանել, ինքնուրույն մտածել, գիտակցել, այ լսում են ինֆորմացիան ու հավատում, վայ, վերջ, գնաց, բրտավ։ Սա ամենա ցավալի հարցերից մեկն է։
որով փորձում են խոչընդոտել։ Իսկ Զարմանս ինձ եկեղեցական խորհուրդը շատ լավ ընդունեց, շատ լավ։ Ես զարմացած էի, նույնիսկ ցավոք սրտի չեմ հասցրել ծանոթանալ նոր սրբազանի հետ, նոր մարդ է ինքը, երևի մի ամիս կլինի։ Իրենից առաջ կար էլի սրբազան, գնաց ուրիշ տեղ, շատ լավ ազնվորություն էր, վատ բան չեմ կարող ասել։ Ինչպես գիտեք, այսօրվա մեր եկեղեցին, ասենք, ինչ է անում մեր կառավարության հետ։ Դες բաներ ջան։ Եմ ասել, որ մենք ուրախ ենք, որ ձեր Սուրբ Հայրը այս ձևի լավ ընդունեց վարչապետին եւ գիտեք ինչ Սամվել ջան, ինձ աղագին մարդ է գրել մեր հետևորդներից, որ այնքան հիասթափված են կաթողիկոսից։ Տեսեք, պաստորեն ձեր եկեղեցականը, ձեր Սուրբ Հայրը ասել է, որ խաղաղություն է ուզում եւ խաղաղության համար է աղոթել, բայց կաթողիկոսը համաձայն չի խաղաղության։ Այո, ես, հա, այո։ Normal երևույթ սուրբ պոստա։ Մարդիկ ինձ գրում են, որ մենք չեք ուզում դաժե մեր ոտը կողենք Էջմիածին, նենց եք ասում հիասթափված։ Ես դեռ էի հիասթափված Ռոմ ջան, ճիշտ ասած, այսքան ժամանակ ցանկություն էլ չունեի հանդիպելու, չունեի մի քանի պատճառ կար։ Բայց զարմացա, շատ զարմացա, որ նման, ասենք, վերաբերմունք տեսա, հիմա մեծ հաճույքով մյուս անգամ ինքը Տալինում չի, Ռիգայում են իրենք, թե մի առաջնորդն է։ Մյուս անգամ առիթ լինելուց անպայման հանդիպելու եմ այդ մարդու հետ եւ երևի այսօր նա մեր կարիքն ունի, մեր օգնության ժողովրդի, ուզում եմ ասել, ինչքան գիտեմ հալածվում է արդեն տարբեր կայքերի կողմից, հենց եկեղեցականների կողմից։ Ցավալի մի երևույթ, այսինքն մենք խաղաղություն չենք ուզում, թե մենք ախր չգիտենք ինչ ենք ուզում։ Խառնվել է իրար, շիլաշփոթ է սարքվել։ Եթե հետևում ես Ռոմ ջան, հաջողակի եմ ես գրում իմ մտքերը, ասենք արտահայտվում եմ, ինչ եմ ցանկանում, ինչ եմ ուզում։ Հա, որոշակի ընկերներ ունեմ, կարդում են, բոլորիս նպատակը մեկն է, ունենալ հայրենիք, բայց տեսնում ես ուժերը կան, որոնք խանգարում են, խոչընդոտում են։ Փաստորեն վարչապետը այստեղ եկել էր ոչ անձնական խնդիրներով, նա եկել էր պետական մակարդակով որոշակի հարցեր լուծելու համար։ Ասեմ, որ Էստոնիան առաջատար երկրներից մեկն է թվային տեխնոլոգիայի ոլորտում։ Իրոք հետ խորհրդային երկրներից, երևի մերձ Բալթյան երկրներից ամենափզոր, ասենք, զարգացած Էստոնիան է, եթե վերցնես մյուս դաժե Լատվիայի ու Լիտվայի հետ։ Իզարմանս, ասենք, մեզ նայեք, չէ, էլի, տես ինչ մեթոդներով հանգիստ մարդիկ գնացին, հասան իրենց ճանապարհին։ Բայց ցավոք սրտի ինչը որ մեր մոտ չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև պետություն, պետականություն չենք ուզում հասկանալ։ Միշտ ուզում ենք ինչ որ մեկի թևի տակ լինել, ինչ որ մեկը մեզ հովանավորի, էլի թող հովանավորի։ Բայց պատկերացնում եք ինչ բան է, կորցնել, ասենք, դրոշ, գերբ, պետություն։ Բա որ մյուս օրը նորից ինչ առևտրի պատճառով էս մի կտորնել կտանք, վերջանալ, գնացինք, չկանք, կդառնանք ասորիների նման կամ մի այլ ազգերի նման։ Այդ որ հաճախակի գրում են մարդիկ, մենք աստվածք ենք, մեզ այդ բան չի պատահի, չգիտեմ, միամիտ մարդիկ որտեղից 21-րդ դարում։ Քանի ազգերի հետ է բան պատահել, Ռոբ ջան։ Չկան այդ ազգերը, չէ։ Մեզ ինչ է պետք, համախմբել է պետք է։ Տեսեք, Սփյուռքում էլի փոքր տեղ է, այդքան հայություն չկա, բայց քանդում են էլի։ Այլ ոմն այդ Վարդան Հակոբյան, ես չեմ ճանաչում, այդ վիդեոն ուղարկել, տարածեք, բան մարդ չգնա, բոյկոտեք, այս կոմ։ Որոշակի տվյալներով անուն չեմ ուզում տամ, բայց հասկացա, որ ինչ-որ հանրապետական ինչ-որ մեկը այդտեղ մատը խառն է դրա մեջ։ Ինձ ասել են, որ Էդուարդ Շարմազանովի մատն է խառնված, ինձ տես բաներ են գրել։ Ես չեմ ուզում անուններ տալ, ես չունեմ ապացույցներ, Ռոմ ջան, կասկածներ ունեմ իհարկե, բոլորն էլ գիտեն, ասենք, թե որտեղից է քամին փչում։ Հա։ Բայց ինչ ասած, գիտես, ոնց են անում այդ գործերը, որ հետքեր չթողեն։ Որոշ բաներով իմացանք, որ վերջի ինչ որ հանրապետականից են ստացել ու փնովում են մի աղջկա, որը շատ նվիրված, հայրենասեր, մենք այնքան լավ երիտասարդներ ունենք այստեղ։ Նույնիսկ պետական մակարդակով մեր իմ լավ ընկերոջ որդին Արման Պողոսյանը ամբողջ Էստոնիայի երիտասարդ բաներ, յուրիստների այդ ղեկավարը պետության համար ինչ-որ պրոյեկտներ է գրում ու այդքան այդ շատ շնորհալի ջահելներ ունենք երիտասարդներ,
բիձեկը նստել են չեն թողնում այդ մարդկանց մի քիչ շարժվենք, մի քիչ առաջ գնանք։ Ինչա իրենց այդ անձնական շահերի համար։ Չգիտեմ։ Ուզում եմ նշել, որ զարմանալի չի, որ կաթոլիկոսը, այսպես ասած, ագրեսիվ ռեակցիա է տվել Սուրբ Հայրի այդ հայտարարության եւ աղոթքի վրա։ Հիշեցնեմ, որ Էստոնիայում Սուրբ Հայրը հոյակապ ընդունեց վարչապետին եւ աղոթեցին խաղաղության համար, Հայաստանի համար։ Կաթոլիկոսը չի պաստորեն մեկ խաղաղության մեջ, ապրեք, քանի որ կաթոլիկոսի համար եւ իր եղբայր Վլադիկա Եզրասի համար ավելի հաճելի կլինի, եթե Հայաստանը կռվի մեջ լինի, քանի որ 35 տարի Ղարաբաղյան այդ թեմայի վրա լավ փող են կրվել։ Այո, Ռոբյան, մենակ ես չեմ ուզում ասել, այսքան տարիների ընթացքում լավ սենց ասեմ, պայմանական, երևի մի $10,000 անպայման օգնած կլնեմ, անպայման, եթե ոչ շատ։ Դե պատկերացրու իմ նման քանի հոգի մարդ կա, չէ, այս հայ կա դրսում, տարբեր տեղեր, ավելի հարուստներ, ավելի մեծահարուստներ, ու ինչ եղավ այդ ամեն ինչը, վերջաբանը, ցավալի վերջաբան ունեցանք, չէ, ինչի համար, բայց մարդիկ հարստացան, միլիարդատերեր դարձան, միլիոնատերեր դարձան, չկա նման բան, նույնիսկ մեծահարուստ մարդը, ես օրինակ վարչապետը իմիջիալոց շատ զարմացած էր մեր փողոցների մաքրությամբ, մեր այս ամեն ինչը խոսեց շատ հիացմունքով, որը որ ցավոք սրտի չկա Հայաստանում։ Սիգարետը ծխեց, քցեց, թուղթը բացեց, քցեց, վերջը, բա հայրենասիրությունը ո՞րն է։ Բա դա է հայրենա, սա քո հայրենիքի հողն է։ Ինչի համար ես քցում, ինչի համար ես աղտոտում։ Իսկ մարդիկ այդտեղ ցավում են իրենց հայրենիքի համար։ Իհարկե խոզերել կան, չեմ ասում։ Հաջողակի ենք տեսնում։ Ինչ որտեղ գնում ես, ասենք, լափել են ու դες թողել են։ Դա ցավալի երևույթ է, շատ ցավալի։ Մենք պետք է սիրենք մեր հայրենիքը, մեր երկիրը։ Ինչ համար մենք դրսից այսքան սիրում, իրոք մտածում ենք մեր հայրենիքի մասին, բայց ներսում շատ մարդիկ իրանց համար, չգիտեմ, հլամի բաներ մեզ հատաթ են տալի, փախած եք, գնացած եք, չգիտես ինչ եք։ Չնայած ես չեմ փախել։ Այս ժամանակ խորհրդային միություն էր ու ճակատագրի բերումով ես հայտնվեցի այստեղ, ոչ թե ինչ-որ փախա հայրենիքից։ Հիմա կյանքը ճակատագիրը ամեն մեկս մի ճակատագիր ունի, Ռոբյան, ինչ ասած։ Բայց հանդիպման ժամանակ վարչապետի հետ ինչ դեպի հարցեր են հնչում, այդքան հարցեր չեղավ, հիմնականում վարչապետը խոսեց, պատմեց մեր Հայաստանի, պատմական Հայաստանն ու այդ թեմաները երևի բոլորը արդեն ծանոթ են, հա, պետական, պետություն, որ երազելով ապրելը վերջի վերջո հնարավոր չէ էլի, եկեք վերցնենք լավ 80 միլիոն անոց այդ պետությունից գնանք ուզեին, ես էլ եմ գաղթականի թոր, պապերը հարցեցի են, տատս երկար ապրեց, երեխա է հիշում եմ, նայում էր Մասիսարին լացում էր, արցուկները թափում էր աչքի, ինչ անենք ասել։ Դա է, մեր ճակատագիրն է, հիմա մի անգամ սխալվել ենք, էլի գնանք ես եղածնել կոտորենք, վերջանա, լավ բոյկոտելով, լավ չես հարգում վարչապետին։ Ես օրինակ Սերժին երբեք չեմ հարգել, բայց երբեք ես թույլ չեմ տվել այլ ազգերի մոտ կամ բանի, որպես իմ երկրի ղեկավար ես նրան պաշտպանում եի։ Ինչի համար ասենք Փաշինյանին ոմանք նման ձևով են արտահայտել։ Հետո եկեղեցական խորհուրդը, ասեմ, ստեղ շատ իմիջիալոց այս սրբազանից առաջ Վարդան Սրբազանը եկավ, կազմակերպեց ամեն ինչ, կարգ ու կանոն հաստատեց եւ շատ լավ կազմ է, աշխատում են մարդիկ, հիմնականում իրենք էլ, ասենք, զբաղվեցին Փաշինյանի եկեղեցի գնալը, ընդունելը, ամեն ինչ։ Իհարկե ծանր Փիրուզայի վրա էր, բայց ամեն ինչ շատ գոհ եւ ամենահաճելի այդ պահը, որ վերջում դուրս եկանք, ես մոտեցա ասի, բա Փաշինյան ջան, չնկարվենք մի հատ։ Իհարկե ասեց Սամվել ջան, հա։ Ու մի անգամից ժողովուրդը ասեց մի տեսակ երևի են հներին հիշելով բանը, շոշոփի մեջ էին։ Շարվեցին կողքներս ու մինս ջերմ, այնքան ջերմ sense բաներ էլի, միջավայր ստեղծվեց, շատ հաճելի։ Ինքը խառնվեց ժողովրդին։ Էլ ինչ ենք ուզում սրանից ավել։ Իհարկե թերություններ կան։ Իդեալ կառավարություն չկա, այստեղ էլ չկա։ Ամենտեղ նույնն է։ Ես էլ ոչ մի կառավարության ինչ-որ կողքին չեմ, ինչ-որ պարտիայի մեջ չեմ։ Ես իմ ազգի ժողովրդի ասենք ավելի շատ մտահոգ եմ մեր ազգի համար, մեր գիրգրականության համար, մեր արվեստի համար։ Ցավոք սրտի անտեսել ենք, մշակույթը վերացավ։ Ես հիշում եմ 80-ականների մեր
մեծերին ասենք մասնագիտությամբ ես Թերլամեզյանի գեղարվեստի ուսումնարան եմ ավարտել, շփվել եմ ասենք նկարիչների հետ, դերասանների, մյուսների, ճանաչում էի շատերին։ Իսկ այսօրվա դաշտը ինչ է կատարվում։ Բոլորին քաղաքականացրել են ու մի մեծ հիբրիդային պատերազմ են սկսել։ Նույնը որ հասնի այդ պատերազմը նույնիսկ ստեղ Ռոմ ջան։ Դե պատկերացրու։ Ինչ ասեմ, ժողով ջան, մտածեք մի քիչ։ Մտածեք։ Համաձայն եմ, նորից եմ կրկնում մեր եթերում Սամվել Օգանեսյանն Էստոնիայից եւ իրանք բոլորը հոյակապ ընդունեցին մեր վարչապետին։ Սամվելը եթերի սկզբում պատմեց, որ հանրապետականները եւ առանձին մարդիկ ուզում են փչացնեին այդ հանդիպումը, հոլովակներ էին տարածում, մարդկանց տրամադրում են վարչապետի դեմ, բայց մենք տեսանք, որ իսկապես շատ լավ ընդունեցիք վարչապետին, նորից Էստոնիայի մեծ շնորհակալություն։ Ողջամիտ մարդիկ շատ կան ստեղ, նույն այդ եկեղեցական խորհուրդը ես գրել էի միտեղ, որ հոյակապ մի կոլեկտիվ է, ստեղծվել աշխատում են մարդիկ, ի տարբերություն մյուսների, մարդիկ աշխատում են, դպրոց էլ կա, եկեղեցի էլ կա, դե մենք աշխատում ենք, ամեն մեկս մի ձևով ով ոնց կարողանում է օգնում է, իհարկե շատերը պասիվ են, մի բան կա, իմ գործը չի, կամ ձերը, այսինքն մերը որն է այդ ասում են, ինչ տարբերություն, դու էլ ես էլ քո նման մարդ եմ, դու էլ արի մի բան, արա կլինի քոնը, նման մոտեցում կա էլի մեր ազգի մեջ, դա երևի ազգային է, իրոք վարչապետը խոսեց, որ երկար տարի պետություն չենք ունեցել, այ մեր մոտ չկա այդ պետություն հարգելը, պետականություն, հարգել վճարել, ասում ինչի պետք է մուտեմ ասում, բայց այդտեղ փորձի էլ հարկ չվճարել, մի ամիս չվճարեցիր, հաշիվները փակում են ու այդտեղ քո կյանքը ոնց ասած էլեկտրոնային կյանքը կոմպյուտերի մեջ, մի անգամից կփակեն ամեն ինչ ու վերջացավ գնաց, հետը ցես բազար, մագազայն տհաճ երևույթը երեկվա այդ մյուս օրվա, դա զզվելի երևույթը, ամոթը, իրոք անհարմար է, նման երևույթներ չկան այդտեղ, ես միշտ համեմատականներ եմ տանում, որտեղ ինչ-որտեղ Էստոնիան փոքր պետություն է, էլի մեծ պետություն չի, ու նրանց ճակատագիրն էլ ասենք մեր նման այդ Սովետ միությունից հետո ժառանգած մնաց, իհարկե առավելություն ունեն, հարևանները բարի տերացիական հարաբերությունների մեջ են իրենց հետ, ահագին օգնում են, օգնեցին, հնարավորություններն ավելի շատ են, բայց այստեղ ուրիշ խնդիրներ կա, ուրիշ հարցեր կա, ինչպես որ ամեն տեղ, բաներ, եղբայր ջան։ Շարունակում ենք մեր եթերը, ուզում եմ շարունակեմ եւ ասել եմ դրա մասին, որ կաթողիկոսը շատ վատ տրամադրված էր այն լավ հայտարարությունների վրա, որը մենք լսեցինք Սուրբ Հայրից Էստոնիայում, ես ուզում եմ ասեմ, որ եւ ուղ եթերում ասեմ, որ եւ մեր հայ եկեղեցու կաթողիկոսը եւ իր եղբայրը Եզրասը Մոսկվայում երկուսն էլ կարամ ես ասեմ, որ ես դրա մասին շատ եմ ասել, որ իրանք փալանչի են եւ այդ մարդիկ ընդհանրապես չեն սիրում հայ ազգը, հայ ժողովուրդը, Հայաստանը եւ կներեք Էստոնիայում Սուրբ Հայրը խոսում է խաղաղության մասին, ոնց կարող է կաթողիկոսը ասի, որ մենք համաձայն չենք այդ աղոթքների հետ, ասում եմ մի հատ կինից խնդրել, ասել Սամվել այդ եթերի ժամանակ անպայման ասեք ոտս չեմ ուզում դնեմ, դաժե Սուրբ Էջմիածին երբ ես լսել եմ, որ կաթողիկոսը այդ ձևի հայտարարություն անում։ Գիտեք, ես փոքր ժամանակ նստել եմ պատվալներում Սամվել ջան, ես իմ սա այսպես ասած փոքր ժամանակ սով եմ քաշել առանց լույս, առանց գազ, բոմբերի տակ, կաթողիկոսը ես դիմում եմ իրան որպես մի հատ Ղարաբաղցի, ով իր սա կյանքի մեծ մասը անցկացրել ռումբերի տակ, սովի մեջ, առանց լույս, կրիստների հետ, եթե դուք ինձ լսում եք կաթողիկոս, ես չգիտեմ, էլի ես երբ փոքր եմ եղել, միշտ մտածել եմ, թե Սուրբ Հայրը ինքը Աստծո ներկայացուցիչն է, եւ երբ ես փոքր եմ եղել եւ մտածում էի, որ կարանից սպանեն եւ ադրբեջանցիները մեզ ամեն օր կրակում են մեզ վրա, ես մտածում էի, որ կարամ ես բոմբերի տակ մեռնեմ, ես աղոթում էի եւ Աստծուն եւ փոքր եմ եղել աղոթում էի Սուրբ Հայրիկներին։ Հիմա ես հասկանում եմ ինչքան եմ ես սխալ եղել, քանի որ մեր կաթողիկոսը տականք է, ինքը կաթողիկոս չէ, քանի որ ինքը չի հասկանում, որ ինձ նման մի հատ մարդ ով փոքր է եղել եւ վախենում էր, որ ինձ կսպանեն, բոմբ կգցեն ինձ վրա, ես հասկանում եմ ինչքան եմ ես սխալ եղել, եւ Վազգենի նման մեզ չունեք Սուրբ Հայր։
կաթողիկոսը ոչ մի կապ չունի ոչ Աստծո հետ, ոչ Աստվածաշունչի հետ, ոչ եկեղեցու հետ, հա, մի հատ տականք մարդ, որ անունը դրած կաթողիկոս, փողեր է գրփում, փողեր է թալանում, հա, եւ չեմ զարմանում, քանի որ գիտեք ինչ Սամվել ջան, մեր ամենագլխավոր օլիգարխը Տաշիր Սամոն։ Այս մարդը այս վերջ անգամ երբ Էջմիածինը բացվեց, շորերը հակել, սուրբ իպանքը բանկ հավուր։ Տեղյակ եմ, մի մտածեք, թե ապրում եք ու այլ երկրում ամեն ինչից էլ միշտ տեղյակ եմ, իմ հոգին, իմ արմատները Հայաստանի հողի մեջ է, ես հայերեն եմ գրում, ես հայատառ եմ գրում, ես մարդկանց հորդորում եմ հայերեն գրել, շատ ցավալի երևույթ է իմիջայլոց, երբ սկսում են աղավաղված գրել, այլատառ, կարող է ռուսը գրի հայերեն, չի գրելու, չէ, ինչի համար ենք, օրինակ, մենք լավ սխալներով գրեք, ոչինչ, 30 տարուց ավել չէի գրել հայատառ, մոռացել էի։ Հեղափոխությունից հետո ես ոգևորվեցի, սկսեցի գրել, բանաստեղծություններ եմ գրում հիմա։ Հա, այսինքն ձգտում է պետք։ Եթե մարդը ձգտում չունի, ոչ մի բանի չի հասնում։ Նպատակ, ձգտում։ Դեն ռուսային ասում ցել, չէ՞, ցել, եթե չկա, հա։ Եվ զարմանում եմ չի ստացվի։ Դա էլ է ցավալի երևույթ։ Հայրենասիրությունը ինչից է սկսվում։ Կարող է ճոխ կենացներից։ Իմիջիալոցը այս տոնացի քիչ չունեն, մեր նման ճոխ կենացներ չեն կարող խմել։ Մեր մոտ լավ է ստացվում դա։ Բայց դե մենակ կենացով ցավոք սրտի ոչ մի բանի չես ասում։ Իհարկե հաճելի է նստել, կենացներ ասել, քաղցր մացել, բայց դե կյանքը ուրիշ է։ Կենացներով չես կարող առաջ գնալ։ Մեր ազգի մեջ այդ ուտել, խմել կենացը դարձել առաջնահերթ։ Ես զարմանում եմ շատ ժամանակ միշտ մարդիկ գցում են այստեղ են քեֆ արել, ընդեր են քեֆ։ Ես ժամանակ չունեմ այդքան, պատահում ասենք հավաքվում ենք տղաներով, նստում ենք, զրուցում ենք, բայց դե այդքան ժամանակ չունենք այստեղ։ Մենք աշխատում ենք։ Հնարավոր չի չաշխատել։ Իսկ աշխատելու արդյունքը ինչու՞մն է, եթե չես աշխատում, ինչ արդյունք։ Ոչ մի արդյունք։ Պետք է ստեղծես, չէ՞։ Սամոյի մասին ուզում ասել։ Այս մարդը, այս եկեղեցին, որ վերջ անգամ նորից ռեմոնտ են արել, բացել, այս մարդը քավորի շորերը հակել, կայնել, Տաշիր Սամոն ցույց տվել, որ ինքը ահագին в общем դեր է խաղել, բայց տեսեք ինչ ված բան է, մեր հայ ժողովուրդը նայում ասում է Տաշիր Սամոն մալադեց, բացման օրը կայնած այնտեղ, բայց իրականությունը նա է, որ բոլոր հիմա բաները, կայքերը Ուկրաինայի եւ Ռուսաստանի գրում են, որ Տաշիր Սամոն այդ բատալյոն Արբատի սպոնսորն է, այսինքն ինքն է Ղարաբաղցիներին հավաքում Հայաստանում, տեղյակ եմ, գրել են, հա, գրել են։ Ոնց կարող է Տաշիր Սամոն փող հատկացնել, ոնց գրում են Ուկրաինայի եւ Ռուսաստանի կայքերը, ոնց կարող ես դու օլիգարխ ջան փող տաս, որ Ուկրաինայի հայերին սպանեն եւ Ուկրաինայի երեխոքը եւ ձևետ խապես հայ ազգի դեմ, որ իբր դու եկեղեցի ես բացում Էջմիածինում։ Եվ դաժե գիտեք, ես առաջ անգամ եմ ասում Սամվել ջան, երևի դուք գիտեք բատալյոն Արբատի հրամանատարը սպանել են ու դա եղել է Էջմիածինից տղամ գնացել է ու պրակտիկել Իրան այդ բատալյոն Արբատի հրամանատարի մոտ։ Հիմա լուրերը տարածում սենց էլի գաղտնի, որ փաստորեն սա կարող է Ուկրաինան չսպանել այդ մարդին, այդ բատալյոն Արբատի հրամանատարը, այլ կարող է որ դրա հետևը կայնած է Տաշիր Սամոյի ընտանիքը, քանի որ Տաշիր Սամոն այդ Դոնբասում արդեն ինչ որ Պուտինը իրան տվել է տարբեր սիգարետի եւ ուրիշ բիզնեսներ, այսինքն այն օլիգարխները, ովքեր փող են ծախսում Ուկրաինայում Պուտինի համար, Պուտինը այդ օլիգարխներին այդ տարածքներում բիզնես է տալիս։ Եվ ասում են, որ Տաշիր Սամոյի ընտանիքը գրիվ էր անում այդ բատալյոն Արբատի հրամանատարի հետ, եւ Տաշիր Սամոյի ընտանիքը տրաքսրել է այդ մարդուն։ Նույնիսկ եմ ասում, պրոստը տարածում է այդ լուրերը, բայց իմ հետևորդներս գիտեն, որ եթե ես ինչ որ առանձին լուրեր այսպես ասած պատմում եմ լուրերի մասին, հենց այս բաներ ես չեմ պատմում, այնպես որ դատարկ բաներ ես չեմ տարածել, էլի, բայց ես լսել եմ այդ ձևի լուրեր։ Հիմա հացս որն է, Սամվել ջան, դուք նկատել եք, որ ամեն տարի ավելանում են այս ձևի մարդիկ, Տաշիր Սամոյի նման, որ խոսում են Աստծո մասին, բայց իրանց քայլերը, իրանց պահվածքը ոչ մի կապ չունի Աստծո հետ։ Մենք փաստորեն դա շարժման միջոց է, այդ մոմ ծախելու բիզնես են սարքել։ Ռոմ ջան, ընդհանրապես ես երևի չգիտեմ, մանկուց չի ասի, թե ես sense հավատացյալ ինչ որ չեմ եղել, չեմ ուզում խափեմ, ձևանալ, ստել։ Միշտ ասել եմ, որ մարդու հավատքը ներսից պետք է գա, խիղճը, մարդու խիղճ, եթե խիղճ չունես, ինչ հավատք։ Եթե ներսդ խիղճ չկա, գտություն չունես, ինչ հավատք, այդ մոմ վառելով դա հավատք չի։ Իսկ եկեղեցին մեզ համար պետք է դառնալ մի հատ սիմվոլ, որպես ազգային խորհրդանիշ, պատմություն, բայց այսօր պես էլ ցույցեր, էլ քաղաքական ակցիաներ, էլ չգիտես ինչ։
նույն պատմությունը մոռանում ենք, որ Պապ Թագավորին վերացնելով մենք վերացրեցինք մեր պետականությունը ու ով էր դե խառնված եկեղեցականները։ Ինչ ասեմ, չգիտեմ, մեր ժողովուրդը շատ հում է, կեղծ է այդ հավատքը, հավատքից են խոսում, բայց չգիտեն թե այդ հավատն ինչ է ասում։ Հավատքը բան չի քարոզում, վատ բան չկա այդ հավատքի մեջ, բայց եթե դու հավատաս, դու դիմացինու թարգես, բայց դու նույնիսկ մտնում ինձ անպատվում են իբր հավատացյալ են։ Կներեք, ասեմ, եթե դուք հավատացյալ եք նման բառապաշարով, ո՞նց կարող եք խոսել ինձ հետ։ Հիմա ո՞նց հասկանանք նման մարդկանց։ Սա է ցավը, կեղծը, որ կեղծը մեր միջից հանենք, միմյանց ցուցամոլությունը, կեղծավորությունը, այս ինչ մոդա է անկել, տղա, իմ համար լավ տղեն, սահմանի տղեն է, լավ մուզիկանտն է, լավ հողագործը, բոլորն լավ տղա են։ Ինչ վատ տղեր։ Ինչ է նշանակում լավ տղա։ Չգիտեմ։ 21-րդ դարում ենք, բայց շատ ենք sense ոնց որ հետ ընկած լինենք կյանքից։ Գիտեք, նայում եմ ու այլ ազգերին եմ նայում արդեն ինչ ձևով են ապրում, ինչերի են հասել։ Ու ցավոք սրտի մեր են աղքատ գյուղացուն եմ նայում, որ դեռ հին բահով հողը կփորի, ինչ որ կփորձի, ինչ որ աշխատել, բայց դե ոչ մի արդյունքի չի հասնում, որովհետև դա արդյունավետ չի, տեխնոլոգիաները զարգացել են, երկիրը առաջ է գնացել, մենք էլ ենք sense միմյանց պես ցավալի է, չէ՞, երկրի ղեկավարը գալիս է այդտեղ, այ մարդ մի սիրեք այդ մարդուն, պարտադիր չի սիրեք, ձեր երկիրը սիրեք, բոլորն էլ անցողիկ են, վաղը Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշը կգա։ Փառք Աստծուն, որ չկան վատ ուժեր, որոնք մեզ տանեն դեպի հետ, այլ ավելի առաջատար ուժեր կան։ Վերջո հավերժ չեն ղեկավարները, բայց երկիրը ախտար մտածեք վաղվա մեր սերնդին ինչ եք թողելու դուք։ Սա է ցավը, Ռոմ ջան, ինձ ոչ մի օգուտ չունեմ ստեղ, ինչ որ շահադիտական, մեկ գրում են, գործ, աշխատանք, չգիտես, ես ունեմ ամեն ինչ փառք Աստծո աշխատում եմ, ապրում եմ, ինձ պետք չի Հայաստանում ինչ որ պաշտոն աշխատանք կամ որևիցե մի բան։ Ես պետք է լավ հայրենիք, ծաղկող հայրենիք, որ կաս տեսնես ուրախանաս, ասես ինչ լավ է։ Իհարկե ասենք, շատ բան է արվում։ Շատ վատ բաներ էլ կան, որը որ երևի շատ դիտմամբ մի քանի տարի առաջ 3 օր ու գիշեր ես նախագահան եկել էր, ես հարցը տվեցի իրեն։ 3 օր ու գիշեր գիշերել եմ Օվերի Բաքում, որ Գորտերստան հայկական ազնագիր ստանը։ Այսինքն դա ֆուտբոլքային հարց էր։ Ես կարիք չունեի ինչ որ անձնագրի կամ բան, բայց հայ եմ, ինչու չունենամ հայկական ազնագիր։ Ու ցավալի մի տեսարան այդ շուստերիները այնտեղ մարդ են բերում, մտցնում, առանց հերթ, տեսնում են կողմ, որը որ չկա այստեղ։ Գալիս ես ստեղում ես, համարը տրեցնում նստում ես, այդ գործը մի 20 րոպեում կանեի այստեղ։ Ու ավելի հանգիստ, առանց քաշքշուկի, կան բաներ էլի, ինչ ասեմ։ Իհարկե մենք տաքայրուն ենք, մենք մեր էներգիան ավելի շատ է, բայց դե երևի հիմա կրթվելուց ենք խոսում, ծիծաղում են, ծաղրուծանակ են ենթարկում մարդիկ։ Ինչ ազատությունը դա մարդկանց վիրավորելը չի։ Նույնիսկ դիմացի մարդն է ազատ, չէ՞ խոսքի ազատություն ունի։ Ես շատ հարցեր կան։ Հիշեցնում եմ մեր հետևորդներին, որ Սամվել Օգանիսյանը մեր լավ հետևորդն է, հայրենասեր տղա է, մենք Էստոնիայի հետ ենք հիմա կապնվել, քանի որ մի քանի օր առաջ շատ հոյակապ անցավ վարչապետի հանդիպումը, թեկուզ ահագին մարդիկ ուզում էին խանգարեն։ Սամվել ջան, մի հատ հարց էլ տամ, քանի որ վարչապետը այցելել է Էստոնիա, կոնկրետ Էստոնիա, ինչքանով մարդիկ կարևոր մեր հարաբերությունները Էստոնիայի հետ։ Ես գիտեմ, որ Էստոնիան ահագին մեզ օգնում է ապրել աջակցել։ Ուրեմն արդեն ուժեղ Էստոնիան Ռոմ ջան, ասեմ ուրեմն մինչև հեղափոխությունը մեզ ընդունում էին որպես ռուսիկ կցորդ։ Էստոնացիք մեր վրա շատ վատ էին նայում, ի տարբերություն վրացիների։ Ասում են դուք ռուսների կամ այսինքն ոնց որ Ռուսաստան, նույն բանը։ Երևի ես մի քանի տարին փոխվեց, վարչապետն էլ ասեց, որ մի քանի տարի առաջ, եթե իմ ընկերները կհիշեն, նկարվեցի պարոն Խաչատուրյանն էր եկել ստեղ,
Արսեն Թորոսյանի հետ, էլի վարչապետը թվարկեց բանը իմ կարծիքով Ալես Սիմոնյանն էլ եղել բոլորը։ Այսինքն ինչն է դարձնում Էստոնիայում։ Էստոնացիք խոստացել են օգնել թվային այդ ինֆոտեխնոլոգիան։ Իրոք շատ զարգացած է Էստոնիան, շատ։ Այսինքն ամեն ինչ մենք անում ենք կայքի դեմ նստած։ Նույնիսկ ստորագրություններ տնել, պայմանագրեր կնքել, բանկերի հետ փող վերցնել, փող տալ, ցանկացած գործակ։ Նույնիսկ ընտրությունները Էստոնիայում, որ առաջիններ, իմ կարծիքով մինչև հիմա չկա էլ ոչ մի պետություն ընտրությունները էլեկտրոնային չի անում։ Էստոնիան արդեն վաղուց ներդրել է։ Մյուս ինչ ասեմ, հա, քաղաքի ապրողների համար տրանսպորտը ծրի է։ Ինչի համար։ Բացատրեմ, որպեսզի խթանումներ չլինեն քաղաքում։ Դեռ երևի մի 10 տարի ավել որոշեցին, որ ծրի սարքեն, այսինքն մարդը եթե մեքենայով պետքա գնա գործի ու հին քաղաք, մանավանդ հին քաղաքի շրջակայքում շատ կայանալու համար, ավտոկայանի համար թանկ է վճարել են։ Դրա համար շատերը ասենք հիմա օգտվում են հասարակական տրանսպորտ։ Նման ասենք բաներ կա, շատ բաներ կա սովորելու։ Ես են առաջի օրերից շատերը դիտում էին Ամերիկա, Ֆրանսիա, ասում էին մեր Բալթյան երկրներից վերցրեք, ընկերներ ջան, օրինակ։ Իրենք էլ են սովետի սովը տեսել եմ ստեղ ես, դու որ ասում ես, չէ՞ Ռոմ ջան, նույն վիճակը ստեղ էր, խանութները դատարկ, ոչ մի բան չկար 90-ական թվականներին։ Բայց մարդիկ կամաց ստեղծեցին, իհարկե օգնություն շատ եկավ, ասենք ֆիները, շվեդները, գերմանացիները շատ օգնեցին էստոնացիները։ Այդ կողմից այդ մարդկանց բախտը բերել է։ Ու հիմա արդեն Շենգենի մեջ ենք, խնդրեմ նավը նստի գնա Շվեդիա, Ֆինլանդիա, Գերմանիա, ուր ուզում ես գնա, Շենգենի արդենք այդ տիրույթը քո անձնագրով կամ այդ ID քարտով կարող ես գնալ ազատ։ Իհարկե առաջներում դες չէր։ Այնպես որ կարծում եմ հաջողակի է պետք մերոնց գալը ու վարչապետն ասաց որ էստոնացիք խոստացել են օգնել մեզ շատ հարցերում։ Իհարկե այսօր Հայաստանը օգնության կարելի։ Ասեցիք որ հայերը ովքեր նայելու են իմջալոց այս եթերը նայելու են նաև YouTube-յան ալիքում եւ չեմ մոռանում մասի որ YouTube-յան ալիքում ինձ ահագին հետևորդն է իմջալոց ուզում եմ նշել որ երեկվա եթերի տակ այս դրությամբ համարյա 800 կոմենտներ եք թողել 50% ես կարդացել եմ 50%-ը գիշերը այսօր կկարդամ շատ շնորհակալ եմ բոլոր դրանց ովքեր YouTube-յան ալիքի տակ գրում են հավատացեք որ ձեր սա կոմենտները մեկ-մեկ ես կարդում եմ մեկ-մեկ եւ երբ դուք տենում եք 800 1000 1500 կոմենտ չկասկածեք մի հատ կոմենտ ես բաց չեմ թողում երդվում եմ ձեզ որ ամեն ձեր կոմենտը ես կարդում եմ ու շատ շնորհակալ եմ շատ եւ այս եթերի տակ էլ լինելու կոմենտներ մեր հետևորդները դեղել են թողելու կոմենտներ Սամվել ջան դուք ասել եք որ պետք է այս հայերին Երևանից, Խափանից, Թավուշից, Ռուսաստանից, Եվրոպայից, նաև Էստոնիայից, որտեղ դուք կապնում եք, պետք է այս մարդկանց միացնել եւ համախմբել, որպեսզի աջակցեն վարչապետին։ Ես ուզում եմ ձեզնից հարցնեմ, во-первых, ոնց կարանք մենք դա անենք եւ երկրորդը Ռոջան, արի մի քիչ կներես, ոչ թե աջակցեն վարչապետին, ասենք, չէ, կոնկրետ չեմ ուզում, ես որևիցե մեկին իմ կարծիքները, պարզապես տրամաբանեն մարդիկ։ Տրամաբան են, այ մտածեն էլի, ում այսօր, ասենք, ինչ ճանապարհ ընտրենք մենք։ Եթե հարմար են գտնում ռուսի տակ գերի դառնալ, թող գնան դառնան, թող ընտրեն են մարդկանց ու գնան, որոնք բացահայտ հայտնում են, որ մենք միութենական պետություն ենք ուզում, չգիտես, մեր պետականությունը, մեր դրոշից ու գերբից հրաժարվում են մարդիկ։ Դե եթե մարդիկ ցանկանում են նման ձևով ապրել, այդ մարդկանց երևի դժվար վերափոխել։ Իսկ կան մարդիկ, որոնք տատանվում են, չէ՞, բարձրապես պետք է մարդկանց հետ մի քիչ աշխատանք տանել, բացատրել։ Թող իրենք ընտրեն, վարչապետին կընտրեն, չգիտեմ, այլ ուժեր կան։ Սա է կարևորը, Ռոմ ջան, հենց ժողովրդավարությունը սա է, ոչ թե մենք ագիտացիան ենք ստեղ, որ այ գնացեք սրան ընտրեք, բան։ Կարող եմ բացատրել, ինչի համար սրան ընտրել, եթե ասենք կոնկրետ մեկը հարց է տալիս, ինձ էլ են գրում, Ռոմ ջան, ինձ էլ են գրում, հարցնում են։ Ես իմ կարծիքը հայտնում եմ միշտ, ասենք հիմնականում շատ տարեց մարդիկ էլ կան, գրում են, տատանվում են մարդիկ էլի։ Սամվել ջան, մենք քեզ հավատում ենք, ինչ կասես, բան, ես իմ կարծիքն եմ ասում այդ մարդկանց, հիմա թող մարդիկ որոշեն։ Սա է ճիշտը, ինձ թվում է։
Ինչ եք ասեք, Ռոման ջան։ Համաձայն եմ, ես как раз հատս միջև վերջ չտվեցի, Սամվել ջան, ես ուզում եմ նաև հարցնել, ինչքանով է Զարե Սինանյանի գործը ձեզ դուր գալիս, ինչքանով է որակով ձեր կարծիքով, Ես ճիշտ ասած չգիտեմ, նման ազնվոր իմ կարծիքն եմ ասում, ես քանի տարի է ինքը պաշտոնի է, չէ՞։ Գոնե մի անգամ հասկանում եմ, այդտեղ շատ մեծ հայություն չկա ինչպես Ամերիկայում կամ ուրիշ տեղեր, բայց ինձ թվում է այսքան տարվա մեջ այդ մարդը գոնե մի անգամ պետք է հնարավորություն գտներ գար ծանոթանար, թե այդտեղ ով ինչով է շնչում։ Ցավոք սրտի ցավերված ենք, կան լավ նկարիչներ, կան երաժիշտներ, տարբեր ասենք էլի մշակույթի երգիչներ, եթե հիշում եք անցյալ տարի մեր հայ տղան գնաց Էստոնիայից, անցյալ տարի էր թե նախանցյալ տարի, Ստեփանը, մեր Սասունի տղեն է, գնաց Էստոնիայից ներկայացրեց այդ եվրո ինչը, վիդենին, եվրո տեսիլ, դա հայրեն։ Դե միջանոց ասեմ, որ ես նոր եղել եմ Իորդանիայում եւ իր մայրաքաղաք Ամանում հանդիպում ես ունեցա շատ հարգելի մարդկանց հետ, շատ մեր հարգելի հայրենասեր հետևորդի հետ, ում հարգում է սա հայ համայնքը եւ իրանց դպրոցը փակվեց նաեւ Զարե Սինանյանի պատճառով, իրանք բողոքեցին եւ այդ սյուժեն ես ցույց տվեցի, ասում եմ Զարե Սինանյանը խոսք է տվել, որ կօգնի գիրքերով, տարբեր բաներով, բայց ոչ մի բանով չի օգնել, դաշը չի գրել, որ չի օգնելու եւ ես չգիտեմ ինչի Զարե Սինանյանը ինչ որ տարբեր երկրների հանդեպ անուշադիր է, քանի որ օրինակ Ռուսաստանի հետ շատ մոտիկ է, շատ Ռուսաստան։ Ռոման ջան, դուք եք այդտեղ, դուք պետք է մի քիչ իմանաք, տնտղեք էլի, մենք էլ ասենք, մենք էլ ենք չեմ հայեր, մենք էլ ենք սրտացավ։ Ուրեմն ես 7 տարվա մեջ մի անգամ գոնե դու հնարավորություն չունեիր այցելել Մերձբալթյան երկրներ, միացած շրջագայիր, մարդկանց տեսնեիր, ինչ խնդիրներ կա, ինչ են ուզում, ինչ առաջարկներ ունեն։ Ու ցավալի է, որ չեմ կարա Զարե Սինանյանի մասին խոսամ հիմա, քանի որ ես մոտավորապես մի տարի երկու տարի իմ կարծիքն է, ես չեմ ճանաչում, չեմ էլ տեսել, չգիտեմ, ես լսել եմ մենակ հա։ Իմիջայլոց վարչապետը երբ հանդիպեց, ես տեսա հոլովակը տեսա, էստոնական դելեգացիայի հետ, Ստեփանը եկել էր ու երգեց, ով սիրուն։ Հա։ Այնպես որ դες մենք ասենք ոնց ասենք ամեն մեկը ասենց ասեմ դեսպանն ենք մեր ազգի, չէ՞։ Ինչ ճանաչելով, մյուսներին ճանաչելով, մարդիկ կարծիք են կազմում ազգի մասին։ Եթե քողը ավազակ են այդ ազգը, конечно, բան կանեն, իհարկե լավ կարծիք չեն ունենա։ Բայց մենք ենք, չէ՞, մեր ազգը ասենք ներկայացնում ինչ-որ տեղ, ինչ-որ մարդկանց, մեր գործով, մեր աշխատանքով, իսկ շնորհալի մարդիկ շատ ունեն։ Ցավոք սրտի չկա համախմբում, չկա, տենց մի քանի ասած քայֆեք ամեն մեկը իրան քաշում ու գործեցի ասենք մի քիչ ավելի վատամարդ դուրս եկա, չի ստացվում, չգիտեմ, դժվար է։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք այսօր հնարավորություն ունեցաք, որ եւ ընդհանրապես մեզ տրամադրեցիք ժամանակ մեր հետևորդներին, մենք կապ ենք հաստատել Էստոնիայի հետ, Սամվել գիտեք մարդիկ կան, ովքեր ամեն տարի իրենց կարծիքը փոխում են, դուք չեք փոխել ձեր կարծիքը։ Մարդիկ կան, որ նստած ասում են լավ է, մենք ոչ մի բան չխոսակ, բայց դուք այնքան ազնիվ եք, այնքան հզոր եք, այնքան ուժեղ եք եւ հայրենասեր, որ դուք չեք վախենում եւ աջակցեք վարչապետին, չնայած այդ շների վրա ովքեր հաճում են, աչու ձախից։ Մենք բոլորի կողմից ձեզ շնորհակալություն ենք հայտնում եւ հպարտ եք դրանով, որ ձեզ նման անձնավորություններ ունեք։ Հավատացեք, որ դա ես ասում եմ սրտանց եւ ուզում եմ ձեզ փոխանցեմ ամենաջերմ մեր խոսքերը եւ ցանկանամ երկար տարիներ ձեր ընտանիքին էլ ամենալավը։ Խոսքը տալիս եմ ձեզ։ Շնորհակալ եմ Ռոման ջան, քեզանից, բոլորից, որ լսեցիք, ժամանակ տրամադրեցիք։ Հուսով եմ առաջին անգամ ես իմիջալոց այսքան տարի առաջին անգամ ես եթեր եմ դուրս գալիս այս մեծ աուդիտորիայով, չգիտեմ, չեմ սիրում մի քիչ էս երևույթները, բայց ես ասենք առիթ եղավ դրա համար համաձայնվեցի Ռոման ջան, շնորհակալ եմ քեզանից։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, մտածեք, մտորեք, ինքներդ կայացրեք որոշում։ Ամենաճիշտը դա է, մի ընկեք ազդեցության տակ, ոչ մեկի։ Այդ դուք եթե գաք ձեր որոշմանը, դա ամենաճիշտ քայլը կլինի։ Ցավոք սրտի շատերը ընկնում են ազդեցության տակ։ Ասեմ նույնիսկ վարչապետի աջակիցների ան գաղափար մի մտեք։ Դուք տրամաբանեք, մտածեք, եթե դուք գտնում եք հարմար է, ուրեմն
գնացեք այդ ճանապարհով։ Սա կասեմ։ Շնորհակալ եմ։ Хорошо, ձեզ բարի երեկո, բոլորիդ լավ գիշեր, շնորհակալ եմ Սամվել ջան, հաջողություն։ Հաջողություն բոլորին։